Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր այս ֆորմատում մենք քննարկում ենք մամուլի կարևորագույն հրապարակումները, այսօր նաեւ բավական իրավական, չակերտավոր ասված իրավական ակտիվություն կա, խուզարկություններ, դրա մասին առանձին բլոկով կանդրադառնանք եւ այսպես։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը գազագողության թեմայի վերաբերյալ եւ ստացել ենք տեղեկություններ, որ իրավապահների կողմից կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել են գործել, մինչդեռ Գազպրոմ Արմենիան նրանց դեռ չի տվել նոր ստուգաչափված կապարակնքված հաշվիչներ։ Անհասկանալի է, թե նրանք ինչ հիմքով են գազ ստանում եւ վաճառում, ինչպես են հարկեր վճարում պետությանը։ Հիշեցնենք, որ օրաթերթի բացահայտումից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այս տարվա հունվարի 17-ին նախաձեռնեց քրեական վարույթ, այն ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից պաշտոնապես հայտնեցին, որ քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատերերի հարցը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրա գործով նախաքննությունն ավարտվել է։ Օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ հաստատել։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցություն։ Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երևանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար, օրաթերթը գրում է, որ իշխանությունները անհանգստացած են այս հարցով։ Ինձ իհարկե զարմացնում է Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան, ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը այն անձն է, որը ինչ-որ հեղաշրջման պրոցեսի մասնակցի, այս մարդը անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ըստ էության վերջին 1-2 տարիներին հեռացել էր քաղաքականությունից եւ քաղաքական պրոցեսների չի մասնակցում։ Ես կարծում եմ օբյեկտիվ եւ իրական որոշում է կայացվել իր կողմից չմասնակցության, որովհետեւ այս քրեական գործերը ի վերջո, եթե անգամ որոշի մասնակցել քաղաքական պրոցեսների, իրեն ստիպելու են հայտնվել իշխանության ազդեցության ներքո։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վերջին շրջանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ քաղաքական փոթորիկի կենտրոնում։ Մամուլում տարածվող տեղեկությունների համաձայն Նանուշյանը կապ ունի նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, որի համար երբեմն ապահովում է տեղեկատվության հնարավոր արտահոսքեր։ Ինչպես հայտնի Արսեն Թորոսյանը եւ գործող նախարար Անահիտ Ավանեսյանը ողերեմ կուսակիցներ են, եւ Թորոսյանն առիթը բաց չի թողնում Ավանեսյանի բացերը վարչապետին ներկայացնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր կարելի ասել աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել։ Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից, զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացվում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել եւ հրապարակեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուր մեկը սարքել։ Ուզում են ներկայացնել, թե իբր քայլերի հաջորդականություն է կանխել իշխանությունը տապալելու մասով։ Իդեպ, ուրբաթ օրը բերման ենթարկված, ապա ազատ արձակված անձանցից մեկը մեզ պատմեց, որ իրավապահներն իրեն տարօրինակ հարցեր են տվել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի, եթե Հայաստանում խժդժություններ լինեն, կմասնակցի։ Երեք դուք վստահ եմ ծանոթացել եք այդ այսպես կոչված հեղաշրջման պլանին, որը հրապարակեց CVKM-ը, քաղաքացիական պայմանագրի կայքը, զավեշտալի կլիներ, եթե մենք այսպիսի ողբերգության մեջ չլինեինք, այդ պլանը ավելի անլուրջ էր, քան ասենք այդ պլանում հիշատակված մարդկանց Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, չգիտեմ, Սրբազանի կամ անգամ մեր տան առևտրի ցուցակը, որ գնում ես խանութ առևտրի,
ցուցակը ավելի լուրջ էր, քան Նիկոլ Փաշինյանից հրապարակած պլանը, այնպես որ կարծում եմ որևէ մեկը լուրջ չի ընկալել, եթե եվրոպական պետությունների դեսպանները ուղակի ուզում են ստանալ առիթ, որպեսզի հիմնավորեն իրենց անգործությունը, անտարբերությունը այս հակաժողովրդավարական վարքագծի, ապա կարող են ասել, դե մենք տեսել ենք պլան, որ իշխանությունները հրապարակեցին, հիմա էլ այսօր էլ խոսում են ինչ-որ ահաբեկչության կազմակերպման մասին, հա, բայց եթե իրենց ավանակի տեղ չդնեն եւ տեսնեն իրականություն, ինչը հնարավոր չի չտեսնել, ապա կարձանագրեն, որ սա ծիծաղելի մի պլան էր եւ իշխանությունները այդ ծիծաղելի պլանի քողի ներքո ծայրահեղ ապօրինությունների են գնում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ հայտարարում է, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել երկրում եւ պետք է այն ազգայնացնել։ Մինչդեռ օրաթերթը նկատեց, որ էներգետիկ ոլորտում 8 ամիս է ղեկավար չունի Հայաստանում։ Հայաստանի տարածքային եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից ազատման դիմում գրեց եւ հեռացավ պաշտոնից։ Վարդանյանի հեռանալուց հետո նրա փոխարեն որևէ մեկը չի նշանակվել որպես փոխնախարար։ Ստացվում է Փաշինյանն ուզում է վերահսկել էներգետիկ համակարգը, մինչդեռ կառավարությունը ամիսներ շարունակ չի կարողանում կամ չի ցանկանում թեկուզ փոխնախարար նշանակել ոլորտը համակարգելու համար։ Փաշինյանի որևէ հիմնավորում արդարացված չէ հեծի մասով։ Փաշինյանը այո կարող է գնալ ապօրինի ճանապարհով եւ ամենայն հավանականությամբ գնալու է ապօրինի ճանապարհով հեծը խլելու Կարապետյաններից, հա, իր այդ ցանկությունը կատարելու։ Բայց դա վստահաբար շատ թանկ է նստելու Հայաստանի վրա, ինչպես թանկ նստեց ապօրինի ճանապարհով ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի խլումը։ Եվ հիմա, որքանով որ ես եմ տեղեկացված, արբիտրաժային դատարանում հայց կա Հայաստանի դեմ, ամենայն հավանականությամբ 99.9% հավանականությամբ Հայաստանը պարտվելու է այդ գործով եւ Նիկոլ Փաշինյանի ապօրինի որոշման համար Հայաստանի բնակիչները ստիպված են լինելու այդ հայցվոր կողմին վճարել ավելի քան $1 միլիարդ։ Նույնը կարող է լինել նաև հեծի դեպքում։ Փաշինյանը իր քաղաքական այսպես չբավարարված ցանկությունները բավարարելու համար կարող է դիմել տարբեր ապօրինությունների, վստահ լինելով, որ կարճ ժամանակ հետո ինքը իշխանություն չի լինելու եւ ինքը թքած ունի, թե դա ինչպիսի բեռ է դառնալու Հայաստանի քաղաքացիների վրա։ Այսօր քաղաքացիները իրենք պետք է գիտակցեն, իրենք պատրաստ են Փաշինյանի ապօրինությունների, հիմարությունների համար ապագայում պատասխանատվություն կրել ֆինանսական բեռի տեսքով։ Եթե պատրաստ են, ապա խնդրեմ։ Հրապարակ թերթը գրել է. Նիկոլ Փաշինյանը երեք հերթական գրառում արեց հեծի մասին, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ն պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնեն գործնական փուլը։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Մեկ շաբաթ առաջ էլ խորհրդարանում հայտարարեց, որ հեծի ազգայնացման նախագծին արդեն ազգային ժողովում է, սակայն մինչ օրս չկա նման նախագիծ։ Անգամ իշխանական падգամավորներն են այդ հարցից դիսկոմֆորտի մեջ ընկնում։ Հեծի մասով արդեն իմ կարծիքը ասացի, կարծում եմ ավելացնելու բան չկա, այստեղ քաղաքացիները պիտի իրենց դիրքորոշումն ունենան, արդյոք պատրաստ են իրենք վճարել այն ամենի համար, այն ապօրինությունների համար, որ նախաձեռնում է Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հնչական կոմիտեն կարճել է ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Մեհեր Սահակյանի ավտովթարի հետևանքով մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Օրաթերթը հնչական կոմիտեից պաշտոնապես տեղեկացավ, որ քրեական վարույթը կարճվել է հանցանքի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ ԱԺ նախկին падգամավոր Մեհեր Սահակյանը ավտովթարի օրն ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ չէր եղել։ Տեղեկությունը Արբ լուրերին հայտնել էին քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։ Քննչական կոմիտեն ամիսներ առաջ ստացել էր ԱԺ նախկին падգամավորի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նշանակված փորձաքննությունների եզրակացության պատասխանը, ըստ որի Մեհեր Սահակյանը դեպքի օրն ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել։ Իրականում բավական առեղծվածային էր падգամավորի մահը եւ իր մտերիմները, հարազատները, կուսակիցները, ում հետ ես հասցրել եմ շփվել, իրենք էլ տեղեկացված չէին, թե Մեհեր Սահակյանը ինչ էր անում Երևանից այդքան հեռու, որտեղ ոչ բնակվում է, ոչ գործնական այց կարող էր ունենալ, բայց ոմանք հիշում են, չգիտեմ սա
ինչ կապ կարող է ունենալ կամ ընդհանրապես ես պնդում չեմ անում, որ տեղի ունեցածը սպանություն է, բայց առնվազն ոմանք հիշում են, որ Մեհեր Սահակյանը մահվանից առաջ մշակում էր նախագիծ կամ առնվազն մասնակցում էր մի նախագծի մշակման, որը սահմանափակելու էր հայաստանցիներին թալանելու հաշվին միլիարդներ աշխատող այդ բուքմեյքերական on-line կազինոների շահույթը եւ կարգավորելու էր այդ դաշտը, նվազեցնելու էր նրանց շահույթը, սա կարծում եմ առնվազն պետք է դիտարկվեր որպես վարկած իրավապահների կողմից, բայց մենք չունենք իրավապահ համակարգ, եթե անգամ սա որևէ առնչություն ունենա падգամավորի հարգարժան այս падգամավորի մահվան հետ, մենք համենայն դեպս հիմա չենք իմանա, կարծում եմ ապագայում ի վերջո մարդիկ կարողանան համոզված լինել, թե որն էր պատճառը Մեհեր Սահակյանի անժամանակ մահվան։ Հրապարակ օրաթերթը գրել է. երեկ վերջապես Նիկոլ Փաշինյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում հաստատեց Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը, որին ՍԱՏՄ խորհուրդը դեռևս անցած շաբաթվա վերջին ընտրել էր Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում, իսկ ուրբաթ օրը էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի հաստատմանը։ Որոշ տեղեկություններով Տիգրան Պետրոսյանն էլ է ներգրավված եղել նախորդ ղեկավարին մեղսագրվող մեքենայությունների մեջ։ Հիշեցնենք, որ նախկին ղեկավար Արմեն Դանելյանին մեղադրում են պետության միջոցները յուրացնելու մեջ, հետևաբար կառույցում կասկածում էին, որ նա կնշանակվի ղեկավար, սակայն Տիգրան Պետրոսյանն ամուր թիկունք ունի։ Նա ՔՊ աշխատակազմի ղեկավար, падգամավոր ՀԺ-ի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի ընկերն է։ Մանավազյանն է նրան աշխատանքի տեղավորել կառավարությունում, նպաստել, որ առաջխաղացում ունենա։ Նա զբաղվում է ՔՊ-ի եւ Փաշինյանների ընտանիքի ֆինանսական հոսքերի կառավարմամբ եւ առաջադրվել է ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Ահա այսպես դուք տեսնում եք, որ իշխանության գալուց առաջ խնամի ծանոթ բարեկամ մոդելին դեմ խոսացող ԿՊԱ-ականները այսպես ցեղով մտնում են կառավարման համակարգ։ Նիկոլ Փաշինյանի ցեղում էլ մարդ չի մնացել, որ որևէ պաշտոն չզբաղեցնի։ Աննա Հակոբյանն է, որ պաշտոն չի զբաղեցնում, բայց օրինակ իր նստավայրը ժամանակին կառավարության շենքում էր, հա, փողի խնդիր չունի, երբ ուզում այսպես ճտտցնում է եւ գործարարները հավաքվում են 1 միլիոն վճարում են, որ իր հետ ընտրեն, հա, եւ այսպես շարունակ, այսինքն Նիկոլ Փաշինյանը, իր ցեղը, շրջապատը, բոլորը պետական պաշտոնյաներ են։ Քավորը, Քավորի եղբայրը, դասընկերը, որը ոստիկանապետ էր, Աներձակը, որը падգամավոր է, հա, եղբոր որդին падգամավոր էր, հիմա բիզնեսով է զբաղվում դրսում, այսինքն խնամի ծանոթ բարեկամ մոդելի դեմ խոսացողները այսպես ցեղային մոդելի կողմնակից էին փաստորեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. արդեն 4 տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը 2018 թվականից ի վեր, երբ քայլելով ցուպը ձեռքին հասավ Երևան, աստիճանաբար տանտեր դարձավ եւ ձեռք բերեց իրեն պատկանող մի քանի անշարժ գույք։ Նա այն ԿՊԱ-ականների շարքից է, ովքեր տանտեր դարձան Թավշյա հեղափոխությունից հետո։ 2022 թվականին Արայիկ Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների անշարժ գույքի ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։ Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը, գնելով հողամաս Տավուշի մարզի Իջևան համայնքում 1 միլիոն 215 հազար դրամ արժողությամբ։ Բացի հողամասից Հարությունյանը գնել է նաև բնակարան Ջերմուկ Գրուպ ՓԲ-ից, որն արժեցել է 36 միլիոն 323 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։ Ես հիշեցնեմ այս Ջերմուկ Գրուպի մասով, սա ամենայն հավանականությամբ վերաբերում է Բյուրեղ բնակելի համալիրին Արշակունյաց պողոտայում գտնվող, որի սեփականատեր այդ Բյուրեղի սեփականատերն էլ կառուցապատողն էլ Ջերմուկի սեփականատերն է Աշոտ Արսենյանը, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը, եւ գրեթե բոլոր ԿՊԱ-ականները, որոնք հնարավորություն են տուն գնելու, Բյուրեղում տուն են գնել, ինձ զարմացնում է իհարկե այդ վստահությունը, ԿՊԱ-ականները փաստորեն միայն Սերժ Սարգսյանի ընկերներին են վստահում իրենց ընտանիքի անվտանգություն, իրենց օջախը, հա։ Սա հետաքրքիր իրավիճակ է։ Հրապարակ թերթը գրել է. մենք փորձեցինք պարզել, թե Պոլսայի համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան, Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին,
Թուրքիայի նախագահի ապարատի հետ սերտ առնչություններ ունեցող մեր հայրենակիցներից մեկն ուշագրավ մանրամասներ պատմեց, ասաց, որ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից, ոչ մի հարցում Հայաստանի վարչապետը չի փորձել հակադարձել զրուցակցին, ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել, գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք, ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլև ավելին, ինքն է ինչ-որ բաներ առաջարկել, որ Էրդողանի կողմից չեն առաջարկվել։ Սա կարծում եմ պարտադիր չէր Պոլսահայի համայնքի որևէ տեղեկացված ներկայացուցիչ փոխանցել, որպեսզի մենք հասկանանք, Փաշինյանը Էրդողանին վերաբերվում է որպես սիրող հոր եւ որդիական խանդատանքով է վերաբերվում Էրդողանին, դուք տեսնում եք նաեւ ամեն անգամ Էրդողանին հանդիպելիս Փաշինյանի երջանիկ դեմքը, երջանիկ պահվածքը եւ այո, նա պատրաստ է հանուն Էրդողանի անել այն ամենը, ինչ պատրաստ է որդին, սիրող որդին անել իր հոր համար, այնպես որ այս վարքագծում որևէ տարօրինակ բան չկա։ Այս բանին առաջարկում եմ գովազդային դադար եւ կվերադառնանք տաղավար։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեզ եւ այսպես ներկայացնում եմ իմ հոդվածը, որը հրապարակվել է Պոլիտիկայում։ Նիկոլ Փաշինյանը պետական գործչի եւ հանրային մարդու բարոյականության չափորոշիչները իջեցնում է ռեկորդային ցածր մակարդակի։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նա ամբողջությամբ բացահայտել է իր էությունը, պարզվել է գործ ունենք շարքային փողոցայինի հետ, որի ձեռքին պատահաբար պետական լծակներ են հայտնվել։ Երեկ սակայն Փաշինյանը անցավ բոլոր սահմանները, նա ցույց տվեց, որ բարոյական հատակից էլ կարելի է իջնել։ Եթե այս տեմպերով շարունակվի, ապա կարելի է համարձակ պնդել, իր բարոյական վթարների շնորհիվ Հայաստանի տարածքում կարելի է նավթ հայտնաբերել։ Բանն այն է, որ Փաշինյանը պատասխանելով մի հոգևորականի խորհրդանշական դիտարկմանը, թե ինքը քրիստոնյա չէ, հեգնանքով եւ սեռական ակնարկով գրառում է արել։ Պատրաստ եմ ընդունել կտրիչ Ներսիսյանին ու իր խոսնակին եւ ապացուցել հակառակը, խոսքը իր չթլպատված լինելու մասին է։ Իսկ ինքը թողի վերջո պատասխանի հարցին, կուսակրոնության ուխտը խախտել է թե ոչ, զավակ ունի թե ոչ։ Այս գրառումը տեղադրվել է ոչ թե հարբած գեղցու պատին, այլ Հայաստանի վարչապետի պաշտոնական էջում։ Սա այլևս ոչ թե սկանդալ է, այլ ազգային ողբերգություն։ Ինքս տարիներ ապրել եմ Իրաքում եւ շատ լավ գիտեմ ինչպես են նման պահվածքին վերաբերվում Արևելքում, այնտեղ ինչպես եւ ողջ Արևելքում հատկապես սեռական բնույթի հայոյանքները ակնարկները համարվում են բացառապես համբալի վարքի դրսևորում։ Ու սա չեմ ասում Փաշինյանին վիրավորելու համար, իր վարքով ու արժեքներով առաջնորդվող մարդը վիրավորվել չի կարող, քանի որ նա բարոյական շեմ չունի։ Ես սա ասում եմ, որ հասկանանք, որքան խորը փոսում ենք մենք։ Հայաստանը արևելք է։ Մեր հարևանները, նույնիսկ թշնամիների պատկերացմամբ նման լեզվամտածողություն ունեցող առաջնորդը ոչ թե վարչապետ է, այլ ցածրակարգ համբալ։ Եվ դա այդպես է, թեկուզ մեզ համար ցավոտ լինի։ Եթե Փաշինյանը լիներ որևէ եվրոպական երկրի ղեկավար, կարող էր թքած ունենալ այս ամենի վրա, հայոյել, սեռական բնույթի տողատակերով գրառումներ անել, նույնիսկ տրանսգենդեր լիներ կարող էր ու ողջունվեր։ Բայց մենք Եվրոպայում չենք, եւ չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար, սակայն դա մեր իրականությունն է։ Ու հիմա հարց է, ինչ են մտածում մեր հարևանները, երբ տեսնում են, որ առաջինը քրիստոնեություն ընդունած, հազարամյակների պատմություն ունեցող, Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Բաղրամյան, Խաչատրյան ծնած ժողովուրդն այսօր կառավարվում է համբալի կողմից։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ դուր է գալիս, որ աշխարհին ներկայացնող մեր դեմքն այս հրհրացող, ցածրախոս, անբարոյականն է։ Եթե ոչ, պատասխանը պետք է լինի ոչ թե լայք, այլ գործողություն։ Սա, գիտեք, անկեղծ եմ ասում, Փաշինյանին վիրավորելու որևէ նպատակ չկա, այսինքն համբալ ասվածը դա ոչ թե վիրավորանք է, այլ մարդու բնորոշում է։ Եթե ինքներդ էլ փորձեք Google-ում փնտրել, թե
կարելի է համարել համբալ կամ այսօր ԿՊԱ-ները ավելի շատ օգտագործում են ChatGPT, խնդրում եմ ChatGPT արհեստական բանականությանը տվեք Փաշինյանի երեկվա գրառումը եւ հարցրեք, տվեք հետեւյալ հարցը. արդյոք կարելի է այս գրառումը անող մարդուն անվանել համբալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, արհեստական բանականությունը միանշանակ կասի այո։ Եվ այսպես ես եթերի սկզբում ասացի, որ խուզարկություններ են տեղի ունենում տարբեր քաղաքական գործիչների բնակարաններում, չգիտեմ, աշխատանքի վայրերում, մի քանի հրապարակում այդ խուզարկությունների մասին։ Խուզարկություն են իրականացնում ՀՅԴ ՀԳՄ անդամ ազատամարտիկ Իգոր Սարգսյանի բնակարանում, այս մասին հայտարարեց ՀՅԴ ՀԳՄ անդամ ԱԺ Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը, ԱԺ падգամավորներին եւս թույլ չեն տալիս ներս մտնել տուն։ Էջմիածին դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը Facebook-յան էջում գրում է. այս պահին ապօրինի եւ ծիծաղելի պատճառներով խուզարկություններ են իրականացվում Էջմիածնի ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց բնակարաններում, այնուհետև տեղափոխվում են քննչական բաժիններ։ Էդգար Թամազյան, Էջմիածին խմբակցության անդամ, Արթուր Մակարյան, Արսեն Ղազարյան, Արսեն Ալեքսանյան, ապօրինի հետապնդման ենթարկվող անձանց ցանկը ճշտվում է, կտանք լրացուցիչ տեղեկատվություն։ Այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ արդեն ասացի Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի եւ Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից։ Խուզարկությունների ընթացքի եւ նոր տեղեկությունների մասին կհայտնենք լրացուցիչ, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են սկսել Սրբազան պայքարի աջակիցների տներում, նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանի բնակավայրում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Սրբազան պայքար շարժման մասնակիցները ղեկավարները պլանավորում են Հայաստանում իրականացնել ահաբեկչություն։ Եվ այսպես ինչ է ասվում հաղորդագրությունում քննչականի։ Սրբազան պայքար անունով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ, այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։ Վազգեն Գալստանյանը իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող Սրբազան պայքարը անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առաջ դրված Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ սահմանադրությամբ չթույլատրված եղանակով եւ այդ նպատակների իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանություն զավթելու համար անհրաժեշտ միջոցներ, գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Իհարկե սա կեղծիք է, իհարկե ցանկացած adekvat մարդ չի հավատում այս մեղադրանքին, իշխանությունները, ինչպես արդեն ասեցի, ալիբի են պատրաստում իրենց կողմից իրականացված այն ապօրինությունների համար, որոնք իրականացվել են վերջին օրերին եւ իրականացվելու են առաջիկայում։ Եվ այսպես գանք միջազգային լուրերին եւ ամփոփենք։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, Թել Ավիվը շատ թանկ վճարեց դրա համար, իրանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Թեպետ մեր մի շարք սիրելի քաղաքացիների, կանանց եւ երեխաների, գիտնականների, հրամանատարների մահը, ինչպես նաեւ ենթակառուցվածքներին հասցված վնասը համարվում է մեծ կորուստ եւ վերք մեր հայրենիքի համար։ Իսրայելի կրած վնասը անհավանական էր, աներևակայելի։ Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին, մեր միջուկային օբյեկտների ոչնչացմանը եւ քաղաքացիական անկարգությունների հրահրմանը երկրի ներսում, ասել է Փեզեշքյանը։ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կստանան նոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն հետ մղել թշնամու անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների արձակումները, հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, հաղորդում է RBK Ուկրաինան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի մասին հայտարարությունները ողջունել են աշխարհի տարբեր երկրներ, այս մասին հայտնում է Sky News Arabian։ Ֆրանսիան բարձր է գնահատել Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարի մասին հայտարարությունը, կոչ անելով երկու կողմերին պարտավորվել լիովին դադարեցնել ռազմական գործողությունները, հավելելով, որ բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր ցիկլից։
Ռուսաստանը ողջունում է Իրանի եւ Իսրայելի միջև հրադադարը, եթե դրան իսկապես հաջողվել է հասնել, ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եթե իսկապես հաջողվել է հրադադարի հասնել, ապա դա կարելի է միայն ողջունել։ Դա այն է, ինչ ՌԴ-ն կոչ է արել այս հակամարտության հենց սկզբից, ուստի դա կարելի է եւ պետք է ողջունել, ասել է Պեսկովը։ Իսրայելական բանակը հարվածել է Թեհրանի մոտակայքում գտնվող ռադարային կայանին՝ ի պատասխան Իսրայելի ուղղությամբ վաղ առավոտյան հրթիռի արձակման, որը Իսրայելը հրադադարի խախտում է համարել, հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։ Իրանի գլխավոր շտաբը նախկինում հայտարարել էր, որ հրադադարի հայտարարումից ի վեր իրանցիները հրթիռային հարված չեն հասցրել Իսրայելի տարածքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարը խախտելու մեջ մեղադրել է եւ Իրանին եւ Իսրայելին, ասել, որ դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես Իսրայելից եւ երկու կողմերն էլ կոչ է արել հանդարտվել։ Ըստ Թրամփի, Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարն այժմ ուժի մեջ է։ Այսօր այսքանն էինք առանձնացրել տեղական եւ միջազգային մամուլի հրապարակումներից, կհանդիպենք հաջորդ աշխատանքային օրերին։